Բարի լույս բոլորին, հունիսի 19-ն ենք և Ֆեդերալ ռեզերվը որոշեց Թրամփին չլսի ու պահպանեց նույն տոկոսադրույքը վերաֆինանսավորման։ 4.5 էր, 4.5 էլ մնաց։ Այսինքն մեծ հաշվով փոփոխություն չունենք, այն էուֆորիան, որ կարար լիներ, որ հեսա շուկան ջարդելու է, վերևա բարձրանալու եւ այլն, դա թուլացել է, մարել է։ Հիմա ինչ կարանք ռեալ սպասենք շուկայից երկարաժամկետ trading-ի մասն է խոսքը գնում։ Տեսեք, երեկվա իրանց ասացից այնա դուրս գալիս, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է, ոչ մի վտանգավոր բան չկա, unemployment-ը, այսինքն գործազրկության աստիճանը նորմալ է, ինֆլյացիան մեծ հաշվով օքեյ է, համենայն դեպս իրանց համար ընդունելի է։ Այդ այս պատճառը, որ ոչինչ չեն փոփոխում։ Թե հաջորդը ինչ կլինի, ինչ չլինի, վստահ չեն։ Ոմանք ասում են, որ կիչացնեն, որովհետև արդեն Թրամփի ճնշումը շատ կլինի, ոմանք էլ ասում են, դե եթե սենց մնաց, իմաստ չունի իջացնելը։ Հետևաբար, այս տեսանկյունից մենք էլ շատ չենք դիտարկելու, թե ինչ կարա լինի շուկայում։ Եկեք տեխնիկական տեսանկյունից մի հատ դիտարկենք, հասկանանք ինչ կարող ենք սպասել։ Տեսեք, շաբաթականով որ նայում ենք, քանի որ արդեն էլ այս Ֆեդերալի ռեզերվի խնդիրը չունենք, այստեղ մի հատ մեծ խնդիր ունենք, տեսեք։ Տեսնեք RSI շաբաթական գրաֆիկայում ես ձեզ ցույց տալիս, իհարկե սա կարա դեռ բարձրանա նոր ընկնի, բայց համենայն դեպս թուլություն է զգացվում այս մակարդակից սկսած, 72000-ից սկսած, բարձրացել է վերև ավելի շատ, հա, 105, 107 մինչև 109,000 բարձրացել է, կոնկրետ այստեղ բարձրացել էր $108,000, բայց RSI-ը նույնպես ավելի ցածր մակարդակում է գտնվել, այսինքն էսի եղել է 89, այս մեկը որ ավելի բարձր է եղել 80-ի տակ է եղել, եւ այս մեկը որ իր պիկը եղել է all time high 111,000 համարյա $200, ինքը ավելի ցածր է 68։ Սա նշանակում է, որ շուկան թրենդը թուլանում է դեպի վերև բարձրանալու ու պոտենցիալ կա, որ կարա անկում ապրի։ Եթե շաբաթականով զուտ դիտարկենք, որը երկարաժամկետ է, կարա ամբողջ ամառ չհասնի, կարա միանգամից հասնի, կախված թե իրավիճակը ոնց կսրվի, պատերազմում եւ այլն։ Միգուցե եթե պատերազմը ավարտվի առանց իրար բոմբելու Ամերիկա, Իրան եւ այլն, հետո Չինաստանը, Ռուսաստանը միանան, մի խոսքով երրորդ համաշխարհային եթե չսկսեց, կարող է եւ մի փոքր բարձրանա ու շարունակի բարձրանալ, բայց դա այն որ ամեն ինչ կարա տեղի ունենա։ Կարճաժամկետ ավելի որ դիտարկենք, տեսեք, ինչա տեղի ունեցել։ Մենք այս մոմը, որը որ ամսի 17-ին է եղել, մեզ հուշում էր դեպի ներքև գնացող շուկա, հետո երեք որ փակվել է մոմը, ինքը փակվել է ինչ-որ sense անհասկանալի մի հատ մոմ, որը որ ոչ հուշում է շատ վերև, ոչ էլ հուշում է ընդհանրապես ներքև, ավելի շատ վերև է հուշում, քան ներքև, ու այս իսկ պատճառով չեմ կարող միանշանակ ասել ինչ է տեղի ունենալու։ Շատ հորիզոնական ինչ-որ վիճակ է։ Հնարավոր է բարձրանա, այո, որովհետև ոչինչ չի փոխվել, երեք Թրամփը նույնպես հայտարարություններ արեց, որ Իրանի հետ պատերազմի չի գնալու, իսկ այսօրվա դրությամբ կարելի ասել շուկան ամբողջությամբ այս պատերազմով է տարված։ Մակարդակներ որպես այդպիսի չկան այստեղ, կարելի ասել ինչ-որ support resistance level-ը, բայց ոչ ավելին, էլի, չես կարողանում գիտակցես որտեղ են գնորդները, որտեղ են վաճառողները։ Համենայն դեպս օրականով ոչինչ չի երևում։ 4 ժամանոցով որ նայենք, նույնպես կարելի է ասել բան չկա։ Այս մակարդակը լավ պահում է, տեն մեկ եկավ, իջավ, բարձրացավ, փակեց մոմի մարմինը, նույնպես այստեղ 3 ջարդեց, որը որ շարունակություն է դիտարկվում, հետո բարձրացավ վերև, բայց ինչ կարա սա նաև նշանակ market structure-ի տեսանկյունից, հա, շուկայի ստրուկտուրան ինչ է հուշում, որ ինքը եկավ ջարդեց, փակեց մաքուր մոմով, բարձրանում է վերև, որ մի հատ տեստավորի, այսինքն low low, low high, low այստեղ տեղի ունեցել ու քանի դեռ քիչ կարող է տեխնիկականը դիտքում այս մակարդակը, քանի դեռ չի ջարդվել դեպի վերև, միանշանակ ավելի շատ ես տեսնում եմ, որ շուկան պետքա որ ընկնի։ Այստեղ 4 ժամանոց ուրեմն մոմ ունենք, եթե այսպես փակվեց, հավանաբար ինքը շարունակելու է դեպի ներքև իջնի, արդեն ներքև, թե ինչքան ներքև, առաջի մակարդակը որ տեսնում ես 99,987,
Այդքանը ժողովուրդ ջան, լավ որ ձեզ զգուշ եղեք, մինչ հանդիպում, հաջողություն։